Ռուբինյան, ես ուզում եմ հարցնել պարգևատրումների մասին, կան տեղեկություններ, որ արդեն ազգային ժողովի падգամավորները ստացել են պարգևատրումներ, եթե հարմար եք գտնում, կարող եք հրապարակել դրա չափը պարգևատրումների։ Հայտարարագրերը հրապարակվում են ամեն տարվա մոտավորապես ամռան ամիսներին, տեսնեք, ոչ մի գաղտնիք չկա, հանգիստ եղեք։ Որովհետև ես չեմ, որովհետև թափանցիկություն ենթադրում է, որ մի բան, չէ, որտեղ պարզ է ձեր հարցը, թափանցիկության պակաս լինում է այն դեպքում, երբ որ ինչ-որ բան չի հրապարակվում, ամեն ինչ կհրապարակվի, հանգիստ եղեք։ Պարոն Ռուբինյան, իսկ ներողություն հարցի շարունակում։ Մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, մոտավորապես եթե թիվն եմ ասում, մոտավորապես մեկ աշխատավարձի չափով, բայց կարող են բոլոր 700 աշխատակիցների գումարեն իրար եւ ասել, որ դա աստղաբաշխական է, իսկ եթե դոլարի վերածեն ավելի հետաքրքիր ու լավ ռեպորտաժ կստացվի։ Շարունակեք, ներողություն։ Այլ հարցեր։ Ես ուզում եմ հարցնել ընտրությունների նախօրյակին, այսպես պետական ծառայողներին գնահատելու այս մեխանիզմներ դնելը, արդյոք նրա մասին չի խոսում, որ դուք ընտրություններից առաջ որոշակի ակնկալիք ունեք եւ նրանց ձայների։ Ոչ, որովհետև ընտրության նախօրյակին չի այդ նոր վարձատրության նոր մեխանիզմը ներդրվել է ամիսներ առաջ, նոյեմբերի ընտրության նախօրյակը, այդ տրամաբանությամբ ուրեմն 4 տարի առաջ է ընտրության նախօրյակը։ Կան հակակոռուպցիոն փորձագետներ, որ կարծում են, որ թույլ տվեք կարծել, պրոբլեմատիկ։ դե շատ լավ, կան նաև հակակոռուպցիոն փորձագետներ չակերտների մեջ, որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառք է, կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը։ Այլ Պարոն Ռուբինյան, ուրեմն ատելության խոսքի դեմ քաղաքացիական եւ վարչական նոր պատասխանատվությունը հիմա մշակվում արդարադատության նախարարությունն է շրջանառության մեջ տվել օրինագիծ ինչպես է որոշվելու որն է ատելության խոսք որը չէ ես տեղյակ չեմ նման նախագծի մասին երբ որ տեղեկանամ կարողանամ մեկնաբանել Պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյանը պոդքասթում անդրադարձել կատարել նաև իշխանության կողմից ստացած պարգևավճարներին, պարգևատրումներին, սրա մասին ինչ-որ մեկնաբանություն կանեք։ Կանեմ, ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն եւ իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին եւ այսպես շարունակ։ Պետությունը իրենցից պահանջում է, դատախազությունը իրենցից պահանջում է բյուջե վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 միլիոն դոլարը։ Թող առանց երկարացնելու բերեն մուծեն բյուջե։ Քանի տարվա պարգևավճար կլինի պարոն Ռուբինյան։ Չգիտեմ, տարբեր հաշվարկներով մի քանի հազար տարվա։ Դուք ընտրություններից Իդեպ այդ որ հարցնում եք, բան Դեր պարգևավճարները, ես ունես կուզեմ, որ դուք այս բոլորդ, ովքեր որ ամեն անգամ հարցնում եք պարգևավճարների մասին, մի անգամ Քոչարյանին հարցնեք այդ 200 միլիոն դոլարի մասին, ես կուզեի լսեի։ Կարող է Քոչարյանը իր ընտանիքի անդամներին նախընտրական կաշառքա տվել, երբ որ այդ 200 միլիոն դոլարը կուտակել է, ընտրությունների բերան, տարբեր տարիների ընտրությունների բերան։ քրեական գործով չկա ապացույց։ Դե շատ լավ։ Դե կսպասենք ապացույցները կլինեն, էլի։ Բայց բնականաբար իհարկե ցանկացած լսող առաջին հերթին մտածել է, որ այստեղ որևէ ապօրինություն չկա։ Իհարկե, պարոն Քոչարյանը իր որդին Հայաստանի ամենատաղանդավոր բիզնեսմեններն են։ Իրենք 200 միլիոն դոլարը, իհարկե, այդպես ազնիվ։ Հա, օքեյ, ասում եմ սուրբ այդ մարդը։ Պարոն Ռուբինյան, Ռոբերտ Քոչարյան 2 ամիս առաջ դուք հանրությանը սպառնում եք պատերազմով, եթե դուք չլինեք։ Սա քաղաքական դաշտում մյուս դերակատարներն ասում են, որ դուք այս անգամ կրկին պատերազմի մասին եք խոսում առանց հիմնավոր պատճառներ ներկայացնելու, երբ որ օրինակ Փաշինյանն ասում է սեպտեմբերին կլինի։ Ձեզ համար օրինակ հիմնավոր պատճառը ո՞րն է այդ պատերազմը լինելու։ Դուք ինչ հիմքով եք դա ասում։ Եկեք նախ ուղեմ ձեզ։ Եկեք նախ անալիզի ենթարկենք։ Ինչ է նշանակում սպառնալիք։ Մի վարքան, ինչ է նշանակում սպառնալիք, բառարանային բացատրությունը սպառնալիք բառի որն է, երբ որ ինչ-որ մեկը մյուսին ասում է, եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա, մի բան, որ քո համար վատ կլինի, որ անեմ կամ չանեմ։
Համաձայն եք, երբ որ մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, եթե որդեգրի այն քաղաքականությունը, որը ընդդիմադիրները առաջարկում են, որպեսզի այն որդեգրի, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որևէ աղերս չկա։ Մենք ինչ ենք ասում։ Նախ մենք ասում ենք, այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է 0-ի։ Ինչու է հավասար 0-ի, որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը այժմ վարում է։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, իրենք հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ։ Նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչ վերանայել։ Դա վերելու է ակնհայտ եւ 100%-անոց պատերազմի։ Ինչն է այստեղ, որն է այստեղ սպառնալիքը կամ ինչը այստեղ պարզ չի։ Հաջորդը ուղիղ 1 տարի առաջ, բառացիորեն ուղիղ 1 տարի առաջ, երբ որ վարչապետ Փաշինյանը ասում էր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն ընդդիմադիրները եւ մամուլը ասում են ո՞նց ես ասում, որ չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, չէ, լինելու է պատերազմ։ Հաջորդը 44-օրյա պատերազմից առաջ Փաշինյանի գործունեության ամենամեծ մեղադրանքը ո՞րն է։ Բոլոր ընդդիմադիրներ, ոչ ընդդիմադիրներ, լրագրողներ, հանրություն, ինչ են ասում, ասում են վարչապետ Փաշինյանը ինչու չեկավ եւ բաց չներկայացրեց իրերի դրությունը, ռազմական հավասարակշռությունը եւ այն ուղղությունը, որով գնում է մեր երկիրը եւ պատերազմի ռիսկը։ Հիմա այդ նույն ասողները ասում են ինչի է Փաշինյանը բացատրում, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած քաղաքականությունը, դա բերելու է պատերազմի։ Հետևաբար խոսքը բացարձակապես ոչ շանտաժի, ոչ սպառնալիքի մասին չէ, խոսքը հետևյալի մասին է։ Հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն։ Ընտրություն ոչ միայն կուսակցությունների միջև, այլ այն քաղաքականությունների միջև, որ առաջարկում են ուժերը։ Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է պահել այս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը նոր բան չանել, պահել այս խաղաղությունը։ Իշխանություն, ընդդիմությունը, Քոչարյանի ուժը, ռուսաստանցի օլիգարխի ուժը, բելարուսամետ օլիգարխի ուժը, իրենք առաջարկում են վերանայել այս խաղաղությունը, եւ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ եթե իրենք գան իշխանության, եւ եթե անեն այն, ինչ խոստանում են անել, այն է վերանայել, ռևիզիայի ենթարկել այս խաղաղությունը իր բոլոր կոմպոնենտներով, խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնյան հռչակագիրը, TRIP-ի մասին համաձայնությունը, սահմանազատման կանոնակարգը եւ այլն, շարունակել Ղարաբաղյան հակամարտությունը եւ այսպես շարունակ, դա բերելու է պատերազմի։ Եթե որտեղ ակնհայտ է դա։ Եթե հիմա ինչի կա խաղաղություն, գիտեք։ Ինչի կա օրինակ հիմա խաղաղություն։ Ինչի։ Իվարկյան, ներողություն։ Չեմ իվարկյան, էլի։ Չէ, ինչ զիջում։ Հիմա ասում եմ, ասենք վերջին 2 տարվա մեջ մեր սահմաններին կա 0 զոհ հակառակորդի կրակոցից։ Օգոստոսի 8-ի հռչակագրից հետո չի լսվել որևէ կրակոց որևէ սահմանամերձ բնակավայրում։ Օգոստոսի 8-ից հետո մեր երկաթգծերը մասնակիորեն ապաշրջափակվել են Ադրբեջանի տարածքով երկաթգծով բան ենք ստացել, ծորեն ենք ստացել։ Հիմա հարց. ինչի է հնարավոր դարձել այս ամենը, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրել են հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա մի վարքան հռչակագիր խաղաղության մասին։ Հիմա եթե մենք ասելով նկատի ունենք Հայաստանը, եթե Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության հռչակագրին եւ խաղաղության ճարտարապետությանը, ներողություն, այո, որովհետեւ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ երբ որ Հայաստանը պարփակվում է իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, դա վատ է, որովհետև մեզ ոչ ոք որպես գործոն չի ընդունել, դա նշանակում է ուղիղ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերել պայմանավորվածությունը կամ ներողություն, ինչ ուղղություն, որ ուղղությունը ուզում լինի, կամ երբ որ օրինակ Քոչարյանի խմբակցությունից պատգամավորը ասում է Արարատը մերն է, Դադիպ վանքը մերն է, դա նույնն է, ինչ վիճարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ասել է ուղիղ մերն է։ Հաջորդը ասել է մերն է, ասել է մերն է, ես իմ ականջով դա լսեմ, հաջորդը, երբ որ նրանք ասում են, որ TRIP-ի մեջ պետք է ներառել նոր կողմերի, երաշխավոր չէ, նոր կողմերի, դա նույնն է ինչ ասել, որ TRIP-ը չի լինելու, որովհետև TRIP-ը հայ-ամերիկյան բիզնես նախագիծ է, դու չես կարող պայմանավորվել, որ
Այս ինչի հետ բիզնես նախագիծ ես անում, հետո երբ որ գա իմպլեմենտացիայի փուլը, ասես գիտես ինչ կա, եւս 5 կողմ ենք ներառելու, 5 կողմ, որոնց դու ատում ես, եւ որոնք ատում են քեզ, եւ որոնց հետ դու կանհամետեղելի ես։ Կամ երբ որ Արծիկ Մինասյանը, որը հենց հիմա ելույթ է ունենում, իմ հետ բանավեճում ասում է համանազատման սկզբունք չի կարող լինել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ սկզբունքները պետք է լինեն այլ տարրեր, այդ թվում դեմոգրաֆիականը, դա նշանակում է վիճարկել խորհրդային միության փլուզման պահին առկա սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կամ երբ որ նույն Արծվիկ Մինասյանը ասում է, որ խորհրդային Հայաստանի սահմանները անարդար սահմաններ են, նշանակում է ասում է ես այս սահմանների հետ համաձայն չեմ։ Եվ հետեւաբար այսին բոլոր կամ երբ որ ասում են Ղարաբաղի հարցը փակված չէ, դա նշանակում է նույն էլի կրկնում էլի Արծվիկ Մինասյանը, ասում է Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ավարտված լինել։ Հիմա այս ամեն ինչը որ դնում ենք մի կողմ, եթե իրենք անեն այն ինչ իրենք հայտարարում են, այսինքն վիճարկեն սահմանազատման սկզբունքները, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, այնտեղ էլ ինչ կա Թրիփը եւ այսպես շարունակ, այսինքն ապաշրջափակման սկզբունքները։ Այս խաղաղությունը չի լինի։ Մենք ԵՏՄ-ից դուրս գալու մասին երբևիցե չենք հայտարարել։ Երբևիցե, լսում ա եղել, բայց մենք երբևիցե չենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք, եթե նկատի ունեք 2018-ից առաջ, դե երբեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հայտարարել, որ իշխանության գալուց դեպքում դուրս է գալու ԵԱՏՄ-ից։ Բայց դրանից առաջ Դրանից եղեք առաջ ելք դաշինքի նախաձեռնությամբ եղել է դրա վերաբերյալ լսում։ Նախագիծ ինչ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին։ Ոչ, ելքն էր բերել Նիկոլ Փաշինյանը։ կստուգենք, իրար հետ կստուգենք։ Նիկոլ Փաշինյանը իրար հետ կստուգենք։ Մարուկյանի հետ կռվում էին, թե ով պետք է ներկայացնի։ Վերադառնալով պարոն Կստուգենք։ Ես խոստանում եմ, այս բանից հետո Կաստում արած հայտարարություններին ում ներողություն։ Ռոբերտ Քոչարյանին շատ կարևոր մի դետալ բաց թողեցիք, նա ասում է, որ ձեր վերած խաղաղությունը առանց երաշխավորների խաղաղություն է եւ երբ որ իրենք կան իշխանության, իրենք երաշխավորի ինստիտուտն են ներմուծելու, որը կերաշխավորի խաղաղության հարատևությունը։ Իսկ ձեր վերած խաղաղությունը ընդհանրապես մեկ մարդու կողմից այն է Ադրբեջանի նախագահի կողմից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը, եւ իրականում Ռոբերտ Քոչարյանն էլ ներմուծել է այդ երաշխավորը, երբ որ երաշխավորում էր նոյեմբերի 9-ի հայտարարության գործունեությունը, դա եւ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորներ, եւ որի հորդորով Ղարաբաղի հայերը վերադարձել էին Ղարաբաղ, այդ երաշխավորի աչքերի առաջ եւ թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ռոբերտ Քոչարյանի ուզածն այն է, որ այդ նույն երաշխավորի աչքերի եւ հայացքի ներքո, ինչպես իրանք լուծարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նենց էլ իրանք լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք դա թույլ չենք տալու նրանց անել։ Ինչպես թույլ չենք տալու ժողովրդի քվեով։ Իդեպ, ես համարում եմ նաեւ շատ տարօրինակ, որ ձեզնից ոչ ոք Ռոբերտ Քոչարյանին տեսնելուց, բայց չնայած տանակ դուք Ռոբերտ Քոչարյանին չեք տեսնում, Ռոբերտ Քոչարյանին տեսնում են մենակ իր վրա իր համար աշխատող։ Դուք մեկ-մեկ տեսնում եք ներողություն։ Ահա, դե այո, խնդրում եմ հարցրեք, պարոն Քոչարյան, այն որ հրապարակվեց այն ձայնագրությունը, որ դուք ռուսերեն լեզվով ասում եք, ես ձեր հորդորով եմ եկել Հայաստան քաղաքական գործունեություն եմ ծավալում, մի բան արեք դուրս գամ ես սրանից։ Մի հատ հարցրեք, էլի ում էր օղված դա։ Խնդրում եմ։ Հա, պարոն Քոչարյան, բացի այն զռալու մասը, խնդրում եմ այս հարցին էլ պատասխանել։ Քոչարյանի հետ ասածը Փաշինյանի իր վրա վերցնել, նա ընդհանրապես դիտում, բա ինքն է ուղի եթեր մտել եւ ասել հակադարձել, այո։ Ի՞նչն է հակադարձել, մարդուն առաջարկել է ստուգել մի հատ, էշի զռոցը բերում է դիտումներ, թե չի դերում, բայց ասում եմ, եթե չի ուզում այս զռոցի մասին անդրադառնալ, խնդրում եմ, թող մարդը պարզաբանի, ում էր ինքը ռուսերեն լեզվով ասում ձեր հրահորդորով, ենթադրաբար եթե ռուսերեն էր խոսում, ուրեմն զրուցակիցը հայերեն չգիտի, էլի, ինչը մեծագույն կասկած առաջացնում, որ զրուցակիցը Հայաստանի քաղաքացի չի եւ ազդեցություն ունի իր վրա։ Ում էր ասում, որ ես ձեր հորդորով մտել եմ քաղաքականություն Հայաստանում, ով է ուղարկել Քոչարյանին Հայաստան։ Իդեպ գաղտնիք չէ, որ մինչև 2018 թվականը Քոչարյանը Հայաստանում չէր, եթե ես ճիշտ գիտեմ։
Ամենայն դեպս կյանքի մի մասը չէր անցկացնում Հայաստանում։ Ով է իրան հորդորել գա մտնի քաղաքականություն։ Սա հետաքրքիր հարց չի ձեր համար։ Դուք բոլորդ ինքնիշխանության պաշտպաններ եք, չէ՞։ Ազատության ռադիոկայանը հետաքրքիր չի սա։ Իսկ թվում է պետք է հետաքրքիր լինի։ Քոչարին ով է ուղարկել Հայաստան։ Կարող է նույն մարդն է ուղարկել, ով որ ռուսաստանցի օլիգարխին է ուղարկել Հայաստան։ Կարող է նույն մարդն է ուղարկել Հայաստան, որ Բելարուսամետ օլիգարխին է ասել մի հատ հիմա ժամանակն է նորից դու մտնես ընտրապայքարի մեջ։ Կարող է այդ բոլորը նույն մարդն արել կամ նույն մարդիկ կամ նույն ուժը կամ նույն երկիրը։ Կարող է այդ նույն երկիրն է պոտենցիալ երաշխավորը բաների։ Կարող է Հայաստանի Հանրապետության լուծարման երաշխավորը այն նույն մարդն է, ով որ Քոչարյանին հորդորել է մտնել քաղաքականություն։ Դե չգիտեմ։ Որևէ վերսիա, եթե անկեղծ լինեմ, որևէ վերսիա չունեմ, փորձեք պարզել։ Ասում եմ ես վերսիա չունեմ, բայց ես վերսիա չունեմ, բայց ես վստահ եմ, որ դուք լրագրողները լինելով չափազանց անաչառ, անկախ, նույնիսկ Արմատ մեդիան չեք զլանա եւ ճշմարտությունը կգտնեք։ Պարոն Ռուբինյան, բայց Քոչարյանը այդ գործի շրջանակներում չեկավ, որովհետև ոնց որ հայտարարեց 18, հետ որ գործ հարուցվեց իր հետ կապված 2018 թվականի գալը չեք ասում։ Դե գործ հարուցվեց, ինքն էլ ասաց ես փախնելու տեղ չունեմ, ամենայն դեպս եկի մեդիային տված հայտարարությունում այդպես։ Ինքը արդեն մտել էր քաղաքականություն։ Դրա համար եմ։ Ինքը մտ ինքը հեղափոխության օրերին չեք հիշում, ասում էր իշխանությունը ճամպրուկ չի, վերցնես տաս եւ այսպես շարունակ։ Արդեն գրգործից հետո էր հայտարարում։ Չէ, առաջ էր, սխալ եք հիշում։ Հենց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, բայց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց առաջ։ Պարոն Ռուբինյան, երբ քաղաքական դաշտում բանավեճը բերվել այս մակարդակիով կարող է էշի նման զռալ կամ չգիտեմ այլ կենթանու ձեներ հանել, քարակոսը միրգ է, թե կենտանի եւ այլն։ ԵԽԽՎ-ն մի քանի ամիս առաջ էր կոչ արել Հայաստանի քաղաքական դերակատարներին բանավեճերում լինել կիրթ, զուսպ, քաղաքակիրթ, դասիրակված, բայց ներողություն, քարակոսի մասին հարցի ո՞ր մասը կիրթ չի։ Չէ, ճանակում եմ հարցը։ Եվ ասում էր, որ բանավեճը տարեք բովանդակային խնդիրների շուրջ, հա, քննարկումների։ Դե Ժողովուրդ ջան, հիմա անդիմությունը ասում է մենք ուժեղ ենք։ Դրա ի՞նչն է բովանդակային։ Մենք էլ փորձում ենք ներողություն։ Մենք էլ փորձում ենք բովանդակություն գտնել այդ պնդման տակ, որովհետև քանի որ երբ որ իրանք ասում են ես ուժեղ եմ, կոպիտ ասած բիլակներն են ցնցում, ուզում ենք հասկանանք այդ պնդման տակ ինչ է դրած, ինչի են ուժեղ են, որովհետև խելացի են, որովհետև անկախ են, ինչով են ուժեղ, օրինակ, չգիտեմ, ռուսաստանցի օլիգարխի մասին ինքն էլ չի ասում, ես ուժեղ եմ, որտեղ ինքը չի խոսում, վախենում է խոսա, երբ որ իր բարեկամները ասում են հոպարը ուժեղ է, հəլավ չհասկանանք ինչով է ուժեղ հոպարը։ Ես իրոք կուզեի, որ իր հետ նստեի, հարցնեի, պարոն Կարապետյան, ինչով եք դու դա ուժեղ, բայց չեմ կարող դա անել, կուզեի դուք նստեիք հարցնեիք, բայց դուք էլ չեք կարող անել, որովհետև այդ մարդը փախած է։ Հիմա ես ինչ անեմ։ Նույնիսկ Քոչարյան ասում է ուժեղ եմ, ուզում ենք հասկանանք ինչով է ուժեղ։ Ուժեղ բանակցող է, պարոն Ռուբինյան։ Ինչով այդ ո՞նց է այդպես ուժեղ։ Պատերազմ չի եղել։ Ժողովուրդ ջան, լավ էլի, ախր իր օրոք լսեք, այդ ներողություն էլի, եթե պատերազմ չի եղել, ընդ որում այդ բոլորն են ասում, էլի Սերժ Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, ասում են խաղաղություն էր ձեզնից առաջ, դուք եկաք պատերազմ հրահարեցիք։ Ժողովուրդ ջան, 1995 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ, այդ իրանց ասած խաղաղ ժամանակ 490 հոգի առաջնագծում սպանվել է հակառակորդի կրակոցից։ Դրա ի՞նչն է խաղաղություն։ Ի՞նչն է դրա խաղաղություն, բացատրեք ինձ։ Օրինակ հիմա անդիմադիրները պնդում են, որ սա խաղաղություն չի։ Հիմա օրինակ 2025-26 թվականները նրանք անվանում են սա խաղաղություն չի։ 2025 եւ 2026 թվականներին հակառակորդի կրակոցից սպանվել է 0 զինվոր։ Իրենց իշխանության տարիներին, տեսեք, ես չեմ ասում եմ, որ մեր օրոք զոհ չի եղել, մեր օրոք պատերազմ ա եղել, 44 օրյա պատերազմ ա եղել եւ այլն։ Ես խոսում եմ 24 թվականի փետրվարից սկսած, այն շրջանը, որ մենք ասում ենք խաղաղություն է, իրանք ասում են խաղաղություն չի։ Սպանվել է 0 զինծառայող։ Իրանք խաղաղ տարիներին սպանվել է 490 զինծառայող։ Դա խաղաղություն չի։ Խաղաղությունը էս է, ու ընդհանրապես դա պետքա պահել, ոչ մի նոր բան պետք չի հնարել, ոչ մի նոր զիջում պետք չի, ոչ մի բան պետք չի, պետք է ընդհանրապես տեր կանգնել այս խաղաղությանը։ Պարոն Ռուբինյան, պարոն Քոչարյանի թեման քանի ակտուալ է այս հարցն էլ տամ։ Իր վերջին ոդքասթում երկրորդ նախագահն ասում է, որ եթե իրենք 21 թվականին
թվականին գային իշխանության, այսինքն Հայաստան դաշինքը ստանձնել երկրի կառավարումը, Արցախը այսօր Իրենք 2022 թվականին չէին գնա Պրահայում այդ անհեթեթ հայտարարությունը չէին ստորագրի, որով նրա ձևակերպմամբ ամբողջ կոնֆիգուրացիան փոխվեց։ Խնդրում եմ ասել, ինչ կոնֆիգուրացիա եք փոխել Պրահայի հայտարարությամբ։ Ոչ մի, բայց նրանք իշխանության եկել են Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին եւ նրանց իշխանության գալուց 10 օր հետո նրանք լուծարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մենք հիմա էլ թույլ չենք տալու իրանք իշխանության գան Հայաստանում եւ դրանից 10 օր հետո լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ լուծարման պլանը պարզ է եւ սևով սպիտակի վրա գրված եւ նկարագրված է Դաշնակցության տխրահարճակ 004 շրջաբերականի մեջ։ Ինչ է այնտեղ գրված է, որ արդի աշխարհի ուղիղ չեմ ցիտում, բայց միտքը հետեւյալն է։ Արդի աշխարհի մարտահրավերների պայմաններում մեկ-մեկ անհրաժեշտ է լինում իջեցնել ինքնիշխանության մակարդակը հանուն ազգային շահերի։ Այնտեղ ուղիղ գրված է, որ Ռուսաստանը կարող է որոշել Լեռնային Ղարաբաղը ուղիղ ենթարկեցնել իրեն եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հավանական միության կազմավորման դեպքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվի որպես մեկ ամբողջություն, նկատի ունեն, որ Հայաստանն էլ ենթարկեցվի այլ ուժի։ Եվ այս պլանը ուղիղ գծած է, եւ իրանք ինչ արել են 2023-ին Ղարաբաղում, իրանք ուզում են անել Հայաստանում։ Դա հետեւյալն է. գալ իշխանության, վիճարկել խաղաղությունը, ստանալ պատերազմ եւ հարձակում ու այնպես անել, որպեսզի երաշխավորը գա, իրանք հանձնվեն երաշխավորին, Հայաստանի Հանրապետությունը փագեն, մտցնեն այլ պետության կազմ։ Ժողովուրդը դա թույլ չի տալու եւ ես վստահ եմ, որ հունիսի 7-ին ճիշտ ընտրություն է կատարելու։ Իսկ հավատում եք, պարոն Ռուբինյան, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է կյանքի կոչել իր իդեալիքսերից մեկը, օրինակ Ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ եւ ինչ կարգավիճակում ձեր դիտարկմամբ պետք է տեղի ունենա Ղարաբաղը։ Սա նախընտրական բլեֆ է, թե իսկ Բայց Ռոբերտ Քոչյանը նույնիսկ ինքը չի հավատում, բայց այստեղ միտքը դա չի։ Բայց պետք է բարձրացնել։ Երբ որ ասում եմ նրանք վիճարկում են խաղաղություն, նաեւ սա նկատի ունեն։ Մենք ինչ ենք ասում ենք Ժորժ ջան, վերջապես հասել ենք մի հանգրվանի, երբ որ կարող ենք հակամարտությունը համարել փակված։ Այսքան զոհերից հետո, պատերազմի վախից, չգիտեմ, բախումներից հետո մենք հակամարտության փուլը կարող ենք համարել փակված։ Իրանք ասում են, չէ, այս հակամարտության փուլը չպետք է համարենք փակված։ Իրանք ասում են, մենք պետքա շարունակենք Ղարաբաղյան հակամարտությունը։ Հիմա ես ուղիղ ասում եմ, եթե մենք շարունակելու ենք Ղարաբաղյան հակամարտությունը, չի լինելու խաղաղություն, լինելու է պատերազմ։ Դա նույնպես ընտրություն է։ Իրավունքին հետամուտ լինելը դա ձեր ասած տրամաբանության մեջ է։ Տեսեք, երբ որ ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ես դու ինչ որ բան ձևակերպում։ Երբ որ դու ձևակերպում ես վերադարձի իրավունքը որպես քաղաքական պահանջ, որը պետք է դնի Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքականության հիմքում, դա նշանակում է, որ ասում ես, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ասի Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ։ Ես այն շարունակում եմ։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ասելու է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված չէ, եւ ես այն շարունակում եմ, դա ավտոմատ նշանակում է չեղարկել այս խաղաղությունը։ Չեղարկել այս խաղաղությունը նշանակում է դուր բացել պատերազմի համար։ Եվ այդ պատերազմը չի ուշանալու։ Ինքը կարող է չլինի 1 ամսից, 2 ամսից, կարող է 4 ամսից չլինի, կարող մի տարուց չլինի, բայց ինքը անպայման գալու է։ Պարոն Ռուբինյան, բայց գուցե այս իշխանությունը, որի օրոք տեղի ունեցել պատերազմ, կորուստներ են ունեցել, գուցե այս իշխանությունը այլ հոգեբանությամբ է արկա խնդիրներին մոտենում, իսկ մյուսները, որ այդ ամենի միջով չեն անցել լրիվ այլ դիրքերից են կարողանում հարցին մոտենալ, չեք կարծում, որ սա է հենց բայց մյուսների դիրքից մեր երկիրը մոտեցել է, չէ՞, հարցին 3 տասնամյակ։ Այսինքն ինչ ուզում եք ասել, որ պատերազմը 44 օրյա, ասենց մեկ օրում սկսեց, հա։ Դա 30 տարվա քաղաքականության արգասիքն է, չէ՞, որը բերեց եկավ այդ։ Հիմա մենք ինչ ենք։ Շատ լավ, առավել եւս, բա ով ավելի լավ գիտի, թե որն է պատերազմի ռիսկը։ Վախորած եք գուցե դուք մոտենում, չգիտեմ այդ բառը ճիշտ եմ ասում, թե չէ, բայց գուցե sense կաշկանդված եք դուք խնդիրներին մոտենում։ Իսկ գուցե այդ բառը, որը դուք փնտրում եք, պատասխանատուն են, գուցե մենք պատասխանատու ենք մոտենում, գուցե մենք հասկանում ենք, որ պետք է չգնալ այն ճանապարհով, որը ակնհայտորեն տանում է պատերազմի, բայց ավարտելով էլի ամենակարևոր միտքը ո՞րն է։ Ես կրկին ուզում եմ հիշել 44 օրյա պատերազմը, Ժորժ ջան, մի ամբողջ ժողովուրդ, այդ թվում մեր ընտրողները, այդ թվում ինքներս մենք մեղադրել ենք, որ մինչև պատերազմը
չենք խոսել մարդկանց, նախ ինքներս չենք գիտակցել դա, դրանից հետո էլ չենք խոսել մարդկանց հետ, չենք բացատրել պատերազմի ռիսկը, հավանականությունը, ուժերի հարաբերակցությունը, թեկուզ դառը ճշմարտությունը չենք ասել։ Այս սրանից հետո, երբ որ վերջապես մենք ասել ենք խաղաղության, ու երբ որ մենք զգուշացնում ենք, որ այս խաղաղության ուղուց շեղվելը տանում է դեպի պատերազմ, ասում են ինչ եք շանտաժանում։ Շանտաժ չենք անում, Ժողովուրդ ջան, բոլորդ ասում եմ ձեզ ամենայն պատասխանությամբ, բոլորդ ազատ եք ընտրել ընդդիմությանը։ Ուղղակի խնդրում եմ գիտակցել, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, եթե ընդդիմության իրաց Գյումրի երկու սցենարը իրականանա, մենք ստանալու ենք պատերազմ, իսկ եթե 44-օրյա պատերազմից առաջ գանք եւ ասենք Ժողովուրդ ջան, հիմա իրավիճակը տանում է անխուսափելի պատերազմի, դուք ինձ ասելու եք, դուք վախեցնում եք հասարակությանը։ Ասելու եք, թե չէ։ Մի վարքան, ասելու եք կար ընտրություն, գնալ զիջումների, թե չէ օրինակ։ Ինչ էիք ասելու ինձ։ Ինչ էիք ասելու։ Դե բա հիմա էլ եմ բացատրում եւ գուցե բայց ինչ կապ ունի։ Խնդիրը ոչ թե ընտրության մեջ է ինքնին, այլ խնդիրը քաղաքական ընտրության մեջ է։ Եվ ինչպես 2020 թվականին կար քաղաքական ընտրություն, ինչպես ասենք, չգիտեմ, 98 թվականին կար քաղաքական ընտրություն, ինչպես 21 թվականին կար քաղաքական ընտրություն, այնպես էլ հիմա կա քաղաքական ընտրություն։ Ամեն ինչ ընտրություն է, ինչպես է Հայաստանը շարունակելու պահել իրեն։ Եվ մի վարքան, եւ քաղաքական ուժերը ամեն մեկը տալիս է այդ ընտրության հնարավորությունը։ Մենք ասում ենք Հայաստանը պետք է շարունակի գնալ խաղաղության ճանապարհով։ Ընդդիմադիր ուժերը ասում են Հայաստանը պետք է կանգ առնի, փոխի ուղղությունը եւ գնա հակամարտության ճանապարհով։ Եթե դուք ուզում եք մենք գնանք հակամարտության ճանապարհով, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ընտրեք ընդդիմադիր ուժերին կգնանք պատերազմի։ Էտա շատ բարձ ընտրություն է, այստեղ ոչ շանտաժ կա, ոչ սպառնալիք կա, ոչ մի բան չկա։ Կարող եք ընտրել ընդդիմությանը, էլ չեմ ասում բան, որ դա կլինի ձեր վերջին ընտրությունը, որովհետև ընտրությունները նորից կսկսեն կեղծվել, բայց կարող եք ընտրել ընդդիմությանը, էլի կաշառակերություն բանը ամեն ինչ կվերադառնա, բայց Քոչարյանի 200 միլիոնը չի վերադառնա, կմնա իրան, բայց մտածում եմ եւի դուք այդքան դեմ չեք դրան, բայց վերադառնա։ Բայց ամենակարևորը մենք ստանալու ենք պատերազմ, Ժողովուրդ ջան։ Մենք էլի դուք էլի կտեսնեք իշխանականներ, որոնք խրոխտ կենացներ են խմում, որոնք ասում են, այս ինչը մերն է, այս ինչը մերն է, այն ինչը մերն է, կտեսնեք, ամեն ինչ կտեսնեք, բոլորը կասեն, ոչ, Ղարաբաղի էջը փակված չէ, քաղցր կենացներ կասեն մեր ղարաբաղցի եղբայրների ու քույրերի ականջներին, բայց արդյունքում մենք ստանանք պատերազմ, նոր զոհեր, նոր կորուստներ, նոր տարածքային կորուստներ, նոր պահանջատիրություն եւ այսպես շարունակ, բայց դաշնակցության գործերը օրինակ շատ լավ կգնան, որովհետեւ հայդատի թեմաները կշատանան, Հայաստանի տարածքները կփոքրանան, հայդատի թեմաները կշատանան, զոհերը կշատանան, բայց լացուկոցներ կշատանան, լացուկոցով sense խրոխտ ռիլերը կշատանան, sense կլացեն, կասեն մեր զոհերը, բայց չեն խոստովանի, որ իրանց քաղաքականության արդյունքում դա եղավ։ Ու ոչ թե մարդիկ խոստովանեն, որ իրանց ընտրեցին, դրա համար տենց եղավ։ Դրա համար, քանի դեռ մենք ունենք ընտրություն, պետք է կատարել ճիշտ ընտրություն։ Սա ոչ շանտաժ է, ոչ սպառնալիք է, ոչ մի բան է, սա պարզ քաղաքական ընտրության ձևակերպում է, եւ այդ ընտրությունը լինելու է հունիսի 7-ին։ Իսկ այդ ուժերը ինչի ընտրական process-ներից դուրս չեն դրվում, պարոն Ռուբինյան, եթե ձեր դրամաբանության գալու են ու պատերազմում։ Որովհետև Հայաստան ժողովրդավարական երկիր է եւ որովհետև ամեն ինչ ընտրություն է։ Մենք հո բան չենք, մենք հո Ստալինն էլ չէ, մենք հո Ռոբերտ Քոչարյանը չենք, որ գանք եւ մարդկանց ընտրությունը սահմանափակենք։ Բայց եթե գիտեք ստեղից ընդերից ուղարկված։ Ժողովուրդ ջան, մենք ցանկացած բան իրականում աշխարհի բռնատիրությունների մեծ մասում բռնատերերը հո միանգամից բռնատեր չեն դառնում, բռնապետ չեն դառնում։ Իրանք սկզբից համոզում են իրանց, որ իրանք ակնհայտ ճշմարտությունն են, հետո համոզում են իրանց ինչ որ կետում, որ օրինակ ինչ որ ակնհայտ լավ բանի համար պետք չէ խտրականություն դնել միջոցների մեջ, հետո չեն դնում մի հատ, երկու հատ, 3 հատ, 4 հատ, 5 հատ, հետո համոզում են, որ իրանք ամենաճիշտն են, բոլոր մյուսները դավաճան են ու բռնում, ոչ, մեր ուղին կնկարագրե, եթե այդ ամեն ինչը ավարտվեր, օրինակ Պապլավոկի բան զուգանում մարդ սպանելով կամ չգիտեմ, ընտրություն կեղծելով, $200 միլիոն դիզելով, այդ դեպքում բան կլներ։ Արձանագրենք, որ ձեր թվաված ոչ մի բանում դատական մի վարքան, էլի։ Կա դատական վճիռ Պապլավոկի զուգանում դաշնակցական սպանելու վերաբերյալ Քոչարյանի անվտանգության աշխատակիցը դատապարտվել է, չնայած համարյա չի նստել, բայց դատական վճիռ կա։ Ինչ էի ասում, հա,
Բռնապետությունը տենց է ձևավորում, երբ որ մարդ համարում է, որ ինքը լավ բանի համար, տենց խոսույթ էլ կա, չէ, որ բարի նպատակներով է կառուցված ճանապարհը դեպի դժոխք։ Եվ հետեւաբար ինչքան էլ մենք համոզված չլինենք եւ մենք համոզված ենք, որ այդ քաղաքական ուժերը բերելու են անարդարության եւ պատերազմի, ընտրությունը ժողովրդինն է։ Ընտրությունը ժողովրդինն է։ Մենք այս գլխից զգուշացնում եմ, մենք ընտրություն չենք կեղծելու։ Նարեկ, մենք ընտրություն չենք կեղծելու, հույս չունենաս, խնդրում եմ, որ մենք կեղծելու ենք եւ Քոչարյանը չի գալու բանակում ծառայող կամ ուժային կառույցներում ծառայող իմ ազգուտակի ներկայացուցիչները չեն ասի, որ էլի մեզ կանգնեցրին։ Իսկ երբ են ասել։ 21 թվականին։ Չի կա, բացառվում է այդպես բաներ ասում։ Ինչը կանգնեցրել, ինչ են ասել։ Ասել են, որ կընտրեք գործող վարչապետին։ Ու հետո ինչ ա եղել, ինչի չեք ասել դրա մասին։ Որտեվ փաստեր չեմ ունեցել, որ ապահովություն։ Հիմա ունեք։ Հիմա էլ չունեմ։ Դե խնդրում եմ դատախազությանը սա ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Բայց ես բացառում եմ նման բան, 21 թվականի ընտրությունները եղել են բացառիկ մաքուր ընտրություններ, որոնց արդյունքները չի վիճարկել ոչ ոք։